21 թիվում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ հաղորդման ապրիլի 7-յան տոնական ու կանացի թողարկումը։ Մենք մեր սիրելի Մասու ռեստորանում ենք եւ եթե ձեզ մոտ հարց է առաջանում թե ինչու է ձևաչափը փոխված, ապա ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր այն հաղորդումները, որոնք որ տոնական են, մի փոքր փոխվում է նաեւ ձևաչափը։ Եվ այսօրվա մեր հաղորդումը եւս բացառություն չկազմելով խոսելու ենք կանանց մասին, կանանց առաքելության մասին ու հաջողությունների մասին։ Առաջին հյուրս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ ուռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ ասպերանտ Մետաքսյա Մկրտչյանն է։ Շնորհակալ եմ շատ, որ ապրիլի 7-յան այս տոնական օրը կիսում եք մեզ հետ եւ այս հարցը կարծում եմ շատերին կհետաքրքրի։ Այն կինը, ով բազմաթիվ հիվանդների առողջության գրավականն է, բժշկուհի, ով շատ կանանց կյանքի նաև փրկման, այսպես օղակն է, փրկության օղակն է, նաև կանանց ու ոչ միայն կանանց, բոլոր նրանց, ովքեր ունեն այս խնդիրը, կյանքի որակի փոփոխման հեղինակն է։ Որն է համարում իր կյանքի ձեռքբերումը մեծագույն ձեռքբերումը, որովհետև շատ հաճախ մենք ասում ենք, չէ, որ ցանկացած առողջացած հիվանդ մեր լավագույն ձեռքբերումն է։ Սրանցից զատել որն է ձեր ձեռքբերումը, որ կարող եք իսկապես հիմա բարձրաձայնել։ Շնորհակալ եմ Տաթև ջան եւս հրավերի համար։ Ես նույնպես ուրախ եմ այս գեղեցիկ օրը հյուրընկալելով ձեր հաղորդմանը հյուր։ Այո, թերևս մենք կողքից երևում բավականին խստապահանջ, բավականին կարգապահ, բայց ինչու ոչ նաև մի փոքր երազկոտ ենք, մի փոքր փոխում ենք մեր ճանապարհը դեպի այլ բնակավարներում ենք փորձում։ Կյանքից գլխավոր ձեռքբերումը կարծում եմ դեռևս ամենասպասվածը դեռևս առջևում է եւ ես կդժվարանամ դիտարկել ու ասել, որ հասել եմ արդեն այն կետին, որը կհամարեմ գլխավոր ձեռքբերումը, քանի որ ամեն օր նոր քայլեր եմ անում մասնագիտական ոլորտում, ամեն օր նոր ձեռքբերումներ, նոր նվաճումներ ու կարծում եմ դեռևս ամենասպասվածը առջևում է։ Ես ինքս սիրում եմ իմ երկու ծայրահեղ բնավորության գծերը, դա երազկոտությունն ու խստապահանջությունը, ու ես կյանքից գլխավոր ձեռքբերումը ներկայումս ինձ փոքր բժշկությունից դուրս գանք, համարում եմ ներքին ներդաշնակությունը։ Ես ինքս խաղաղ եմ, իմ խաղաղության մեջ եմ ու երբևէ չեմ փորձում մրցակցել, որևէ մեկի հետ, որովհետև ես մրցակիցներ չունեմ։ Ճանապարհը իմն է եւ ես իմ ճանապարհը փորձում եմ ինքս անցնել առաջ ու առանց որևէ մրցակցության առաջ գնալ։ Թերևս երևի ամենահրաշալի բանն է, երբ որ մարդ ինքը ընտրում է իր երկու ծայրահեղ բնակավարները ու փորձում է այդ երկուսի մեջ գտնել հիմնական իմաստությունը։ Սովորաբար ասում են մասնագետները ծնվում են, չեն դառնում, մյուս կողմից էլ ասում են, որ մարդիկ ծնվում են հավասար իրավունքներով եւ հնարավորություններով եւ միայն ձգտումները, աշխատասիրությունը եւ այն նպատակները, որ մարդը իր առջեւ դնում է, դա է հասցնում իր լավագույն տեսակին ու տարբերակին, հա։ Դուք ինչ եք կարծում, մարդը ծնվում է ի վերուստ, այնինչ ինքը ունի, թե պետք է ինչ-որ բան անել դրան հասնելու համար։ Կարծում եմ յուրաքանչյուր շնորհ Աստվածատուր է ու յուրաքանչյուր մասնագիտություն ի վերուստ է տրվում ցանկացած մեկին ու ի վերուստ որոշվում է, որ տվյալ մարդը պետք է դառնա տվյալ մասնագետը ու կարծում եմ նույնիսկ մասնագիտությունը ընտրում է տվյալ մասնագետին, որովհետև կամ բազմաթիվ օրինակներ, երբ որ մասնագետը ունի գրագետ խոսք, բայց այդպես էլ բուժարուին, հա, այցելուին չի կարողանում գրավել դեպի իր դաշտ ու չկա գրագետ խոսք, բայց չկա աջակցություն, չկա վստահություն, միմիկա, ինտոնացիա ու հակառակը կան մասնագետներ, որոնք որ միանգամից բուժարուին կամ այցելուին ներգրավում են դեպի իրենց դաշտ, վստահություն ընտանիքի եւ ինչու ոչ բուժման նկատմամբ ու սկսվում է այդ փոխադարձ աշխատանքը, որտեղ ցանկացած կարծում եմ բոլոր բժիշկները կփաստեն, որ ցանկացած աշխատանքում փոխադարձ աշխատանքը ավելի շատ արդյունքների է բերում եւ կարծում եմ, որ ամենահրաշալի բանն է դա, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իրան զգա, այսպես ասած, իր ապսեի մեջ, հա, դա ամենաերևի հրաշալի բանն է, որ պետք է զգա յուրաքանչյուր մասնագետ իր մասնագիտական ճանապարհին։ Խոսքի սկզբում նշեցիք, որ դուք շատ երազկոտ եք ու միևնույն ժամանակ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ձեզ աշխատանքի մեջ, նաև կնշեմ, որ մաքսիմալ պահանջկոտ եք եւ ինքներդ ձեզնից եւ շրջապատից, որպեսզի ամեն բան լինի իսկապես իդեալական, հա։ Հետաքրքիր է, ինչ եք կարծում, դուք ավելի շատ, եթե փորձենք այսպես նժարին դնել, հա, ավելի շատ ռոմանտիկ եք, թե ավելի շատ գործնական, պահանջկոտ, ռեալիստ։ Ես ինչպես ասեցի, ճանապարհս ամբողջ օրս, հա, ռացիոնս փորձում եմ կիսել երկու մասի, այսինքն
մի պահ մի տեղում գտնվում է երասկոտ մեկը, ով որ երասկոտը, քուշա, նորփը, հանգիստը, իսկ երկրորդը, երբ որ արդեն աշխատավայրում է, խստապահանջ, կարգուկանոջ խախտող, օբյեկտիվ, ուժեղ ու արդեն իմաստուն որևէ որոշում կայացնելու հարցում, կարծում եմ այդ երկուսի միախառնման արդյունքում է, որ իմ կյանքը ավելի հետաքրքիր է դառնում։ Եվ ձեզ հետ շփումն է ավելի հետաքրքիր դառնում։ Իհարկե շատ այս հարցում ձեզ հետ համակարծիք եմ, որ դեռ հաջողությունների, ձեռքբերումների մասին մենք շատ ենք խոսելու եւ ավելի քան ձեզ որքանով որ ես եմ հասցրել ճանաչել, որ տարիների ընթացքում ամեն հանդիպանը մենք նոր ձեռքբերման, նոր հնարավորությունների, նոր հաղթանակների մասին պիտի բարձրաձայնենք, բայց հենց այս պահին, հա, ինչին եք դուք ավելի շատ ձգտում եւ որն է ձեզ համար այն առաջնահերթությունը, որին այսպես ամուր քայլերով եւ հաստատուն քայլերով գնում եք։ Ընդհանրապես գուցե ասածս այսպես ասած մի քիչ ավելի այլ կերպ հնչի, բայց ես կյանքում ինչ ցանկացել եմ ստանալ կամ ուզում եմ ստանալ, կյանքը ինձ ուղղակի պարգևում է։ Գուցե ինչու ոչ, իհարկե միանշանակ իմ աշխատանքի շնորհիվ եմ ես ամեն ինչը ստանում, բայց երբեք չեմ ոչ մի բան չեմ փորձում մի կերպ, այսպես ասած, զորով ստանալ ու այն ամեն ինչ ես ցանկանում եմ կյանքը ինձ պարգևում է։ Ու փորձում եմ զանազանել այն կյանքում ես ընտրում եմ մարդկանց, ու ես կարծում եմ դա իմ գիտակցված որոշումն է ընտրել այն մարդկանց, ում հետ ես ուզում եմ շփվել, աշխատասեր, ինչու ոչ այն մարդկանց հետ, ովքեր իրանց շուրջը չեն տարածում աշլատություն, ագահություն, ու դա իմ գիտակցած որոշումն է, ու հիմնականում այն մարդիկ, ովքեր իմը չեն, ես չեմ ջանում իրանց հանել իմ կյանքից, իրենք ինքնին չեն իմ աշխարհը լքում են, ու եթե դա է դաշնակ դարձնում իմ կյանքը։ Սովորաբար ասում են, չէ՞, նմանը նմանին կգտնի, ժողովուրդն էսպես է ասում, ու գուցե սրա մեջ կա ճշմարտության նշույլ։ Եվ ինչպես ասեցի, յուրաքանչյուր մասնագիտության մեջ մասնագիտությունը ինքը քեզ ընտրում է, ու ես կարծում եմ սխալ որոշում չեմ կայացրել բժիշկ դառնալու գործում, ու չեմ ծանրացրել ու չեմ ծանրացնում ամենայն դեպս իմ կյանքը միայն խստապահանջությամբ ու կարգապահությամբ, փորձում եմ զանազանել, փորձում եմ ավելի ինչու ոչ գործի ժամանակ նույնպես, հա, հիվանդները կփաստեն, որ շատ սիրում եմ իր ընթացիկ կատակներ անել, որպեսզի իրենց այդ ծանր հիվանդությունից փորձեմ ցրել, իրենք ինձ գիտեն, որ ես կարող են ինձ հանդիպել խաղաղ, հանգիստ, խստապահանջ ու հաջորդ օրը կարող են անտեսնել ես որ ուրախ, փորձում եմ իրենց ինչ-որ բանով ցրել։ Ըստ իրավիճակի։ Ըստ իրավիճակի։ Իսկ ինչ է սովորեցրել ձեզ կյանքը։ Թերևս երևի ամենաբարդ հարցը է ամբողջ շրջանի։ Ինձ կյանքը սովորեցրել է, որ այն ինչ տալիս ես աշխարհին, ի վերջո վերադառնում է քեզ։ Որ դրականն ու գեղեցիկը մեր շրջապատում են, ու անընդհատ կա դրական ու գեղեցիկ, դրական մարդիկ եւս կան։ Ուղղակի այդ մարդիկ պետքա կարողանանք այդ մարդկանց տեսնել ու զգալ։ Ինչու ոչ, բացի տեսնել ու զգալուց այդ մարդկանց յուրաքանչյուր անձ կարծում եմ պետքա փորձի իր գեղեցիկ հոգին, գեղեցիկ մարմնում կարողանա տեղավորել։ Գուցե այսպես պաթետիկ լինի հարցս, բայց ես շատ եմ սիրում այս հարցը տալ։ Ըստ ձեզ կնոջն ինչն է գեղեցկացնում եւ ինչն է երջանկացնում։ Մենք բառով կասեմ սիրված լինելը։ Ինչպես Մայր Թերեզան էր, չէ՞, ասում, եթե ուզում եք չծերանալ, շատ սիրեք։ Այո, սիրված լինելը, որովհետեւ յուրաքանչյուրը կփաստի, փայլուն ինչ տեսակ մասնագետներ ուզում ես լինես, ունենաս ճուկտաղագույն բարձունքներ ու ամեն ինչի հասած լինես, եթե դու սիրված չես, բոլորը զրոյացվում է միանշանակ, զրոյական է դառնում ու դա արտացոլվում է նույնիսկ քո աշխատանքում։ Եթե դու սիրված չես, դու լարված ես, քո աշխատանքը նույնպես ամեն ինչ նույն ուղղությամբ չի գնում, իսկ երբ որ այդ բոլորի համադրությունը լինում է, ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ ու հաճելի է ստացվում։ Դուք ձեզ երջանիկ համարում եք։ Միանշանակ երջանիկ եմ համարում։ Իմ երևի Աստված ինձ սիրում է, որ շատ լավ ընտանիք ունեցել եմ ու հիմա էլ կառուցել եմ եւս մեկ շատ լավ ընտանիք, ինչու ոչ յուրաքանչյուր ծնող երեխաների փաստը իհարկե նշում է, որ երեխաներ ես, բայց ինձ թվում է ինձ հետ բոլոր զույգերը, հա, բոլոր ամուսինները կփաստեն այդ փաստը, որ երեխաները ուղղակի լրացնում են մեր կյանքը, իսկ մեր կյանքը պետքա երկուսով, հա, երկուսով պետքա լցնեն իրար կյանքը, ու երբ որ ամեն ինչ լցվում է երեխաներով, բացը մնում է մեկը։ Այո։
Եվ ամենավերջում որպես ամփոփում, հա, այսօրվա մեր զրույցի, ուզում եմ բոլոր կանանց, հատկապես կանանց, որովհետև ի վերջո կանացի տոն ենք, հա, այսօր նշում, բոլոր այն կանանց, ովքեր այս պահին դժվար ժամանակներում են ամենաառաջինը հենց առողջական, հա, խնդիրներից ելնելով, եւ ձեր պրակտիկան ու աշխատանքն էլ հենց այնպեսին է, որ հիմնականում հենց այդպիսի կանանց հետ եք շփվում, հա։ Ինչ խորհուրդ կտաք, ինչ սփոփող, քաջալերող խոսք կասեք բոլոր նրանց, ովքեր անցնում են այդ բարդ ճանապարհը ու շատերին թվում է, թե իսկապես թունել է սա։ Կարծում եմ կընթանացնեմ պատասխանս ու կփորձեմ էլի չկենտրոնանալ կոնկրետ բժշկության ոլորտի վրա ու բոլորի նախնդիր մի խորհուրդ տալ, որ պետք չի երբևէ անհաջողություններից հուսահատվել, որովհետև այդ անհաջողությունները տրվում են միայն ուժեղ մարդկանց, տրվում են նրանց, ովքեր վստահ են, որ կհաղթահարեն այդ անհաջողությունները։ Իսկ այն դեպքում, երբ որ կյանքը թողնված է քամուն, հա, ինչպես կլինի, ու դու չես չարչարվում որևէ բան անել, ու հետ ես նայում, տեսնում ես, որ կյանքդ արդեն անցել է, բայց դու ոչինչ այդպես էլ չարեցիր կամ արեցիր մեծ սխալներով, այնպես որ կարծում եմ կյանքը պայքար է ու պետք է այդ պայքարի մի մասնակիցը դառնալ, որպեսզի վերջում հաղթողը դու լինես, ոչ թե մասնակից լինես։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, ինչպես որ ինքս իմ մեջ այսպես որոշել էի ու կանխատեսել էի, զրույցն իսկապես լավն էր։ Ես սիրում եմ այս բառն ասել, համով զրույց էր ու օրվան համահունչ էր։ Ու թող որ որպես կին, հա, ուզում եմ որ կյանքի ցանկացած պարագայում երբ հանդիպեմ ձեզ, ձեր աչքերն իսկապես հենց այսօրվա նման փայլ են, որտեղ այսօր դրանք լցված են սիրով, դրանք լցված են երջանկությունով, գոհունակությունով եւ բավարարվածությամբ։ Իսկ սա կնոջ համար շատ կարեւոր է, որ կինը լինի իսկապես բավարարված իր կյանքից, իր տվածից, իր վերցրածից եւ իր շրջապատից։ Այնպես որ ուզում եմ դուք հենց այդպեսին մնաք, երբ էլ որ հանդիպենք ձեզ հետ, ինչ առիթով էլ որ կզրուցենք։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ չփոխել հեռուստալիքը, որովհետև առջևում եւս շատ հետաքրքիր զրույցներ ունենք, մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածում խոսելու ենք մեր առողջությունից ու գեղեցկությունից։ Հյուրընկալվել եմ N-Aiva կոսմետոլոգիական կենտրոնում, զրուցակիցներս կենտրոնի հիմնադիր տնօրեն բժիշկ կոսմետոլոգ Նարինե Այվազյանն ու կոսմետոլոգ Սոնա Թմոյանն են։ Խոսելու ենք կենտրոնի առանձնահատկություններից, անցած ճանապարհից ու պատմությունից։ Նախ ուզում եմ շնորհավորեմ բոլորի ապրիլի 7-ը մայրության եւ գեղեցկության տոնը։ 2012 թվականին, երբ ես վերադարձա իմ շատ սիրելի Երևան քաղաքը, պետք էր արդեն մտածել, որ մի գործողություն ստեղծել, ներդնել Հայաստանում, եւ քանի որ ես շատ եմ սիրում գեղեցկությունը եւ կանացիությունը, մտածեցի, որ պետք է դա կախված լինի կանանց հետ։ Դե այդտեղից ծագեց հենց N-Aiva էսթետիկ կոսմետոլոգիական կենտրոնը, որի համար շատ շնորհակալ եմ իմ մայրիկին, քանի որ ինքը հասկացավ այդ ամենը եւ ինձ օգնեց զրոյից ստեղծել այդ իմ շատ սիրելի մասնագիտությունը եւ իմ փոքրիկ ընտանիքը, որի անունը N-Aiva է։ Իդեպ շեշտեմ, որ մեր բոլոր կոսմետոլոգները ունեն բժշկական կրթություն, նաև մեր պացիենտները կարող են վստահ լինել, որ իրենց առողջությունը չեն վնասի։ Ես հաճախ եմ իհարկե երկրից բացակայում եւ շատ դեպքերում այդ պացիենտները մի քիչ sense վախենալով են մոտենում դրան, որքանի որ դեղ Նարինե Այվազյանը տեղում չի, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ շատ սիրելի Սոնա Թմոյանը ամբողջությամբ ձեր տրամադրության տակ է եւ կարող եք իրան վստահել այնպես, ինչպես եւ նաեւ ինձ։ Հարկ է նշել, որ Սոնա Թմոյանը արդեն 7 տարի է, որ աշխատում է մեր կենտրոնում եւ նաեւ հիշեցնեմ բոլորին, որ Սոնան եղել է հենց իմ աշակերտուհին ու այնքան խելացի գրագետ եւ բարեհամբույր ու բարեկիրթ աղջիկ է, որ ես իրան պահեցի ինձ մոտ, որպես ինձ օգնական, աջ ձեռ եւ ոնց որ բժշկության մեջ են ասում ասիստենտ։ Ու նաեւ իմ բնական խնամքը, որ ես հասցնում եմ կատարել իհարկե ժամանակի առումով որ ներում է, հենց կատարում է Սոնան, քանի որ ես վստահ եմ, եթե այդ պահին ես ինչ դաժե չեմ տեսնում, ինչ է ինքը անում, վստահ եմ, որ ինքը գերազանց կատարում է այն, ինչ ես իրան փոխանցել եմ լիարժեք իմ գիտելիքներով։ Ու ասեմ, որ ինքը նույնպես շատ
բարի եւ լիարժեք գիտելիքները փոխանցում է մեր բոլոր աշակերտներին։ Քանի որ մենք այժմ ապրում ենք ցավոք սրտի մի իրականության մեջ, որտեղ կանայք եւ աղջիկները ձգտում են ունենալ ավելի արհեստական տեսք եւ ոչ թե պայքարում են ավելի ուշ ծերանալու համար, այլ ձգտում են կանգնեցնել ծերացումը, իսկ ծերացման process-ը շատ գեղեցիկ է, երբ թողնում ենք, որ ծերացումը հանգիստ իր հունով ընթանա։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր պացիենտները այն մարդիկ են, ովքեր ոչ թե կանգնում են ծերացմանը դեմ, այլ փորձում են երկարաձգել ծերացման process-ը եւ այդ ամենը անում են միայն բնական ճանապարհով։ Եվ մենք մեր պացիենտներին առաջարկում ենք զանազան մեթոդներ, որպեսզի կարողանան երկարաձգել ծերացման process-ը եւ իրենց ծերությանը դիմավորեն գեղեցիկ ու հաճույքով, ոչ թե պայքարեն ծերացման դեմ, հա։ Մենք մեր պացիենտներին առաջարկում ենք բազմաթիվ պրոցեդուրաներ, թե ապարատային մեթոդներով, թե այլ մեթոդներով պրոցեդուրաներ, որոնք երկարաձգում են ծերացման process-ը նույնիսկ մինչև 3-ից 5 տարի եւ արդյունքը պահպանում են այդքան, եւ դրանք ոչ թե հաղորդում են նրանց արհեստական տեսք, որը շատ տգեղ է, ինչու ոչ, այլ պահպանում են իրենց բնական գեղեցկությունը եւ հաղորդում են ավելի երիտասարդ տեսք։ Մենք ինքներս կողմնակիցն ենք միմիայն բնական գեղեցկության պահպանմանը։ Չէ՞ որ մեր հայ աղջիկները իրենք արդեն իսկ գեղեցիկ են եւ հենց գեղեցիկ են իրենց հայեցիությամբ ու պետք չի նմանվել այլ երկրների աղջիկներին ու կանանց։ Մենք արդեն իսկ գեղեցիկ ենք, ուղղակի պետք է պահպանենք գեղեցկությունը միմիայն բնական ճանապարհով։ Դե իհարկե մեզ դիմում են ոչ միայն այն կանայք եւ աղջիկները, ովքեր փորձում են երկարաձգել ծերացման process-ը, այլ նաեւ նույնիսկ դեռահասության փուլում գտնվող աղջիկները, ովքեր արդեն ունենում են մաշկային լուրջ խնդիրներ, քանի որ ելի նշեմ մեր հայ իրականության մեջ կան որոշակի այսպիսի մոտեցում թե ակնեի, թե այլ մաշկային խնդիրների բուժմանը, որ չեն անցնում կլինիկական հետազոտությունների փուլ եւ սկսում են բուժել ակնեն։ Մեզ դիմող կանայք եւ աղջիկները արդեն իսկ գիտեն, որ մենք առաջին հերթին փորձում ենք բարձել պատճառը, թե ինչի պատճառով է առաջացել տվյալ մաշկային խնդիրը, այնուհետեւ նոր նշանակում ենք բուժման կուրս, իսկ բուժման կուրսը նշանակում ենք կլինիկական հետազոտությունները անցնելուց հետո։ Իհարկե բուժման կուրսը անհատական բնույթ է կրում եւ ոչ բոլորին է նշանակվում նույն կուրսը։ Իսկ ակնեի բուժումը մեր կենտրոնում կատարվում է Նայնա Այվազյանի հեղինակային մեթոդով, որը Հայաստանի մյուս մեթոդներից տարբերվում է եւ մենք ունենում ենք արդյունք եւ միաժամանակ պայքարում ենք եւ ակնեի դեմ եւ հետքերի դեմ, որը էլի նշեմ, որ երևի թե միակներից ենք, ովքեր մտածում են նաեւ պացիենտի հետագայի մասին, էսթետիկ խնդիրների շտկման մասին, ոչ թե միայն բուժում են ակնեն։ Ինչպես նաև մենք մեր գիտելիքները փոխանցում ենք այն աղջիկներին, ովքեր ցանկանում են դառնալ կոսմետոլոգ էսթետներ, եւ մեր կրթությունը եւս տարբերվում է եւ մոտեցումը կրթությանը եւս տարբերվում է, քանի որ մեր մոտ կրթությունը տրվում է միջազգային նորմերին համապատասխան։ Նայնա Այվազյանը անցնելով միջազգային եւ դասընթացներ եւ վերապատրաստումներ եւ նաեւ ուսումը նրա միջազգային է, այդ իսկ նորմերի հիման վրա մենք ունենք մեր անհատական դասընթացների ծրագիրը, որի հիման վրա ստանում ենք շատ գրագետ կոսմետոլոգներ, ովքեր աշխատում են թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև մենք միակն ենք, երևի թե նշեմ, որ ունենք on-line դասընթացների կուրս եւ դասընթացներ ենք ապահովում նաև մեր մարզերի բնակիչների, ինչպես նաև մեր արտերկրում բնակվող հայերի համար, ովքեր արտերկրում լինելով, արդեն սովորելով մեր մոտ ունենում են աշխատանք։ Առողջության պահպանման համար շատ կարևոր են նաև դրական էներգիան, լավ հիշողություններն ու զգացողությունները։ Հենց սա է պատճառը, որ հաղորդման այս հատվածում մենք խաչմերուկելու ենք գեղեցիկը, նրբաճաշակը, կանացիությունը, քանի որ գտնվում ենք Նառաֆուշետ նորաբաց սրահում։ Շնորհակալ ենք շատ, որ մեզ հյուրընկալել եք, ուզում ենք եւս մեկ անգամ արդեն եթերային տարբերակով շնորհավորել ապրիլի 7-ը եւ այսօր ինչից էլ խոսենք, ումից էլ խոսենք, առանցքում կանայք են։ Ուստի խոսելու ենք կնոջ մասին եւ հետաքրքիր է թե ըստ ձեզ որն է կնոջ ու հատկապես հայ կնոջ առաքելությունը։
Տաթև ջան, ինձ համար կին է հենց աշխարհ գալով արդեն առաքելություն է։ Ի սկզբանե, երբ որ աղջիկը ծնվում է այն մտքով ու մտածում է, որ ընտանիք կազմի, մայրանա, դառնա կայացած մասնագետ։ Կնոջ առաքելությունը կնոջ առաքինի լինելու մեջ է։ Իսկ դա գալիս է ընտանեկան ներդաշնակությունից, գեղեցկությունից, երբ որ ընտանիքում սեր է գերիշխում։ Բայց հենց այդ սերն էլ է, չէ՞, որ կինն է, այսպես ասած, սերմանում, որովհետև ես հակված եմ մտածելու, որ տան ընտանիքի համը, հոտը, տրամադրությունը, ջերմությունը, սրանք բոլորը կնոջ առաքելությունն են, որովհետև ինչպես ժողովուրդն է ասում, տղամարդը դրսի պատն է, կինը ներսի պատն է։ Ուստի այս ամեն ինչը կախված է նաև կնոջից։ Դրա համար եմ ես բոլոր իմ հաղորդումների ժամանակ ասում՝ սիրելի կանայք, առողջ եղեք, սիրելի կանայք, պահպանեք ձեզ, որովհետև հենց մեզնից է կախված այդ ընտանիքում ինչպիսին է լինելու մթնոլորտը։ Այո, դե այդ դեպքում արդեն լինում է կինը առաքինի մայր, առաքինի կին, առաքինի սկեսուր եւ առաքինի տատիկ։ Այսինքն այն ամեն ինչ որ ձեզ էր հատուկ, բոլորը նշեցիք։ Այո։ Որովհետեւ հիմա եթե ես ասեմ, որ մեր հեռուստադիտողների ման դուք նաեւ տատիկ եք, շատերի մոտ զարմանք է լինելու, շատերը այսպես վաու, նույնիսկ արձագանք կունենան այսքան տատիկ։ Դե ուտես որ այո կարող է լինել կինը կայացած բոլոր բնակավարներում, նաև որպես տանտիրուհի, սկեսուր, մայրիկ եւ նաև տատիկ, հա։ Եթե հետադարձ հայացք նետելու լինենք ու հիշենք փոքրիկ նարային տարիներ առաջ, դեռահասության շրջանում, գուցե նաև երիտասարդության շրջանում, արդյոք այնպիսին ներպատկերացումներ, ինչպիսին որ հիմա կաք, թե այլ նպատակներ ունեիք, այլ երազանքներ ունեիք կամ այլ տեղում էիք ձեզ պատկերացնում։ Որպես այդպիսին երազանքները նման բնակավարում չի եղել, հասուն տարիքում է երևի, թե արդեն ձևավորվել իմ սերը դեպի գեղեցկություն, դեպի դիզայն։ Այո, հիմա ես իմ պատկերացրած նռան եմ։ Ոնց պատկերացրել եմ։ Միայն աշխատանքային բնակավարը չեմ ուզում դիտարկենք, հա, ներդաշնակությունը, կնոջ կերպարը, գուցե նաև արտաքին այդպիսին եք պատկերացրել ձեզ։ Իհարկե, այո։ Ինձ համար իմ կերպարը ես համարում եմ բարձրաձայն չհնչի իդեալական, բայց ինչը որ ես պատկերացրել եմ իմ ընտանիքում։ Իմ ընտանիքում տիրում է խաղաղություն, բավականին մեծ սեր, որը ինձ շատ օգնում է նաև իմ աշխատանքի մեջ։ Խաղաղությունն ու սերը, դրա հետ մեկտեղ բարիությունը արդեն համահունչ է ամեն ինչին։ Ձեր ընտանիքին շատ լավ ծանոթ լինելով ես կարող եմ յուրաքանչյուր ասված բառի տակ ստորագրել, հաշվի առնելով նաև այն նեցուկը ընտանիքի յուրաքանչյուր անդամի կողմից, որ կա որպես մարդ, որպես դիզայներ, սա շատ կարևոր է եւ ցանկացած պարագայում կինը ունենում է թևեր, եթե թևերը տալիս են ընտանիքի անդամները, մասնավորապես կողակիցը։ Այո։ Նախ ես բարձրաձայն ուզում շնորհակալություն հայտնել Աստծուն, որ նման ընտանիք ունեմ, իմ կողքին ունեմ ամուսին, որը ինձ թև ու թիկունք է, իմ կողքին ունեմ հայավարի ասեմ սարի պես տղա, հա, ու աղջիկ ունեմ, հարսիկս, ես կասեմ աղջիկ։ Առանց իրեն հաստատ ոչինչ չեմ կարող անել, քանի որ կենցաղային բոլոր հարցերը ինքն է ապահովում։ Ես տանից դուրս եմ գալի հանգիստ, չմտածելով կենցաղային ցանկացած մանրուքների մասին, որի համար ես Աստծուն շնորհակալ եմ, որ Անժելայի նման հարսիկ ունեմ։ Շատ լավ։ Իհարկե հարցս հիմա տեղին չի լինի, եթե հարցնեմ դուք ձեզ երջանիկ համարում եք, թե չէ, որովհետև բավական է ընդամենը 1-2 վայրկյան նայել ձեր աչքերի մեջ, հարցից պատասխանը լիարժեք ստանում եմ։ Հետևաբար ուրիշ հարց կտամ ձեզ հասկանալու համար, իսկ ինչն է պակասում ձեզ այսօր, ինչի պակաս ունեք, ինչին եք ձգտում։ Տաթև ջան, ես իմ տեսակով բավականին բարի եմ, չգիտեմ, բավական բառը շատ բարի եմ, չափից դուրս բարի եմ և շատ սիրում եմ սեր տալ, շրջապատին, անծանոթին, կապ չունի, դրանով ես ստանում եմ էներգիա, ինչն է պակասում, հենց դա է պակասում, քանի որ շրջապատում շատ քիչ են բարին, սերը, խաղաղությունը, փորձելով իմ դրական էներգիայով դիմացինին, անգամ այն մարդկանց, ովքեր որ քեզ նայում են ուրիշ ձև, փորձում եմ ես այնպիսի էներգիա հաղորդել, որ գոնե ինքը մի քիչ բարիություն ու սեր ունենա։
Ձեզ բոլոր ճանաչողները կփաստեն, որ ամենասկզբում այնպես չէ, որ դիզայների աշխատանքով եք սկսել։ Եվ ձեր ամբողջ կայացումը եղավ մանկապարտեզում, դաստիարակի աշխատանքով, մանկավարժի աշխատանքով, բայց եկավ այն ժամանակահատվածը, երբ պարզապես փակվեց այս էջը ու բացվեց դիզայներական աշխարհը, բացվեց գեղեցիկը, բացվեց տրամադրություն ստեղծելը, տրամադրություն թելադրելը, ճաշակ թելադրելը։ Այդ ինչպես ստացվեց կամ այդով ստիպեց, որ թողնեք այս ամենը եւ գաք դեպի գեղեցկության աշխարհը։ Ճիշտ է, ես աշխատել եմ մանկապարտեզում 19 տարի, 16 տարի դաստիարակ ու դաստիարակ լինելու ժամանակ, երբ որ հանդեսների էինք նախապատրաստվում, ես ամբողջ հանդեսի ընթացքում ավելի շատ տրամադրվում էի, որ հանդեսի գեղեցկություն ու դիզայնը ապահովեմ, նոր անցնեմ հաջորդ փուլին, որպես դաստիարակ։ Երևի թե հենց այնտեղից արդեն սկսվում էր եւ մի օր արթնացա, որոշեցի գնամ սովորեմ ֆուրշետ։ Սկսվեց ամեն ինչը ֆուրշետից եւ ստացվեց ինձ մոտ, բայց առանց օգնության, որ օգնեց ինձ ավելի շատ այդ ընթացքում մանկապարտեզը եւ դիզայնը համատեղել, իմ տնօրենն էր Նեկտար Սարդարյանը, որի համար ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել, եթե ինքը ինձ չաջակցեր այդ ընթացքում, հաստատ ես չէի կարողանա հասնել, քանի որ համատեղում էի մանկապարտեզ իմ դիզայնի հետ։ Ու ստացվեց, ես ինձ գտա, աշխատելուց հետո հասկացա, որ արդեն ժամանակը հասել էր, ես պետք է մանկապարտեզից դուրս գամ, այո, փակեմ մեսեջը, անցնեմ հաջորդ էջին, որտեղ որ ես ինձ ավելի խաղաղ ու հանգիստ եմ զգում, որտեղ որ բավականին շատ սեր եմ դնում։ Ու դրանից ես դրական էներգիա եմ ստանում։ Ու նաև բաժանում։ Նաև բաժանում։ Դուք նաև ուսուցման ծրագրեր ունեք նաև աշակերտներ, ում փոխանցում եք ձեր գիտելիքները, ձեր հմտությունները։ Հետաքրքիր է, մարդ պետք է ծնվի որոշակի ճաշակով, հմտություններով, ունակություններով, որպեսզի կարողանա դառնալ դիզայներ, դառնալ այս ոլորտի, այսպես ասած, լավագույն մասնագետներից, թե միայն ուսուցումը կամ միայն ուղղորդումը կարող է ամբողջությամբ փակել այդ ծածկույթը եւ դառնալ մարդը իսկապես մասնագետ։ Չէ, պետք է մարդը սիրի մասնագիտությունը ամենաառաջինը։ Եթե դու չսիրեցիր մասնագիտությունը, ցանկացած մասնագիտություն, դու չես կարող դառնալ մասնագետ։ Նույնն էլ մեր ոլորտն է։ Եթե դու գեղեցիկը գնահատեցիր, սիրեցիր, ապրեցիր, ես ունեցել եմ ուսանողներ, ովքեր ամբողջ ընթացքում հասկանում ես, որ մարդը ապրում է այդ գործով, գեղեցիկը գնահատում է, կարողանում է գույները համադրել, ամեն ինչ երևում է իր աչքերից, շարժից, ձևից։ Դրա համար ամենակարևորը սերն է դեպի մասնագիտություն։ Եթե չլինի, մնացածը չի լինի։ Դրա հետ մեկտեղ դու պետք է աշխատես քեզ վրա։ Եթե դու չաշխատես, դու տեղում կդոփես։ Իսկ դա մեր բնակավարում պետք չի։ Եթե ունես եթե ունես նպատակ, դու պետք է առաջ նայես։ Ու ամեն անգամ նորը։ Ու ամեն գործ ցանկացած դիզայներ ունի իր ձեռագիրը։ Դու պետք է տարբերվես քո ձեռագրով, ոչ թե կրկնօրինակ ես, այլ տարբերվես։ Դա էլ արդեն էլի ներքուստ է գալիս։ Ես վստահ եմ, որ ցանկացած պարագայում, ովքեր ճանաչում են ձեզ ու ձեր աշխատանքը, եթե նույնիսկ այդ նկարի վրա չլինի ձեր լոգոն, միանշանակ կհասկանան, որ այստեղ հաստատ Նարայի աշխատանքը կա, որովհետև ավելի քան ակնառու է թե սպասկադրումը, թե գույները, թե օգտագործված դեկորները, որ սա հենց ձեռագիրն է, հենց սրա մասին էր, որ նշվում էր, սրան որպես հավելում, հա, որոնք են այս տարվա առավել նորաձև գույները, առավել պահանջված ուղղությունները, որոնցով, օրինակ, եթե այսօրվա գեղեցիկ սեղանն ուզում են զարդարել մեր կանայք, սրանով ուղղորդված արդեն իսկ որոշում կայացնեն եւ զարդարանքն ու դեկորացիան սկսեն։ Վերջի 3 տարիների ընթացքում ավելի շատ փայտային սպասքն ենք օգտագործում, նորաձև է, փայտային սպասք, որպես այդպիսին ծաղիկներ շատ չենք օգտագործում ենք չորախոտեր, որը համահունչ է փայտային սպասքի հետ։ Հնարավորինս բնական կարծես ձգտում։ Եթե մեր այսօրվա հանդիպումը զրույցը ամփոփելու լինենք, ուզում եմ որպես արդեն իսկ ոլորտում կայացած մասնագետ կին, ձեր հորդորը խորհուրդը բոլոր այն կանանց, ովքեր ունեն ցանկություն, բայց դեռ չեն կայացրել որոշում,
կանգնած են եւ չեն համարձակվում անել առաջին քայլը։ Որտեղից սկսել, ինչ անել, որպեսզի երազանքների մասին խոսենք արդեն որպես նպատակներ կամ կայացած նպատակներ։ Ցանկացած նպատակը, երազանքը իրականացնելու համար շատ դժվարություններ ես անցնում։ Դժվարությունները հաղթահարել, երբեք չհուսահատվել։ Շատ ճանապարհին շատ քարոտ է լինում, շատ ցավոտ է լինում, պետք է չհուսահատվել։ Ցանկացած կին իր արժև նպատակ ունենալով պետք է երազանքները իրականացնելու ձգտում ունենա, չհուսահատվի, պայքարի, ոչ մի խոչընդոտի դեմ չկանգնի, չխոնարհվի, այո։ Եվ ի վերջո մենք շատ լավ գիտենք, որ կյանքը պատասխան է տալիս, դրական պատասխան է տալիս բոլոր այն դեպքերում, երբ մենք շփիտով, լավատեսությամբ ոչ միայն չենք վախենում խոչընդոտներից, այլ նաև տրորում ենք դրանք, երբեմն շրջանցում ենք դրանք ու հետ նայելով հասկանում ենք, որ մեր վրա շպրտված քարերը պարզապես պատվանդամ էին լավին, լավագույնին եւ հաջողության հասնելու համար։ Կարծում եմ, որպես բավական երկար ճանապարհ անցած մարդ ու կայացած մարդ, այս հարցում պիտի որ ինձ հետ համակարծիք լինեք ու հիմա բոլոր կանանց խորհուրդ տանք ուղղակի չնահանջել, չերկմտել, չէ՞ որ մենք կանայքս ամենաուժեղն ենք։ Ինձ այդ դեպքում է, երբ որ ուժեղ ես լինում, շատ քարքարոտ է լինում ճանապարհը, մարդիկ փորձում են այդ ճանապարհին քեզ շատ կոտրել։ Անկամ փորձեն, միևնույն փորձենք չհուսահատվել։ Եվ դրա համար պետք է չհուսահատվեն։ Ես խորհուրդ կտամ, ոչ մեկ չհուսահատվի, պայքարի, նպատակի։ Ես իմ նպատակի առջև դնելով հասել եմ այն կետին, որ ուզում էի։ Իմ սրահը այստեղ ինձ համար շատ կարևոր տարածք է դարձել, քանի որ մեծ սեր եմ ներդրել ու ես այս ամեն առավոտյան դուռը բացելուց ես դրական էներգիա ու սեր եմ ստանում։ Այնպես որ պայքարեք եւ անպայման կհաջողվի։ Անպայման։ Շնորհակալ եմ շատ։ Հեռուստադիտողներ, այսօրվա ու մեկամսյակի համար նախատեսվածը հենց այսքանն էր։ Շնորհավոր ապրիլի 7, սիրելի կանայք, հետևեք ձեր առողջությանը, կարևորեք ձեզ եւ լավ հիշեք, որ հասարակությունն առողջ ու երջանիկ է, եթե կանայք են առողջ։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։